Նատալի Ալեքսեյենը գրում է. «Բարև, Արամ։ Սկզբում ուզում եմ հրապարակայնորեն դատապարտել բռնությունը եւ քեզ դիմել կարեւոր ու անկեղծ ուղերձով։ Դու ինձ անձնապես ճանաչում ես քեզ, այսօր առաջին անգամ կգրեմ դրա մասին։ Այո, տարիներ առաջ Արամին ճանաչել եմ։ Հասկանում եմ, որ հիմա քեզ համար ծանր է, բայց ավելի լավ է իմանալ ճշմարտությունը, քան հույս դնել, որ քեզ վրա հարձակվողներին արդարացիորեն կպատժեն։ Դուք բոլորդ ինձ դատապարտում եք, ինչու ես լքեցի, ՀՀ-ն չնայած դա էլ է ժամանակավոր։ Ցավոք ոստիկանությունը, քննիչները, ԱԾ-ի աշխատակիցներն ու դատավորները քեզ ոչինչով չեն օգնի, եւ նույնիսկ չեն էլ պատրաստվում օգնել։ Սա մեր սարսափելի իրականությունն է։ Ես 5 տարի է գրում եմ բանդիտների եւ այն մարդկանց մասին, որոնք ինձ սպառնացել են, եւ ոչ ոք ինձ չի օգնել։ Մի հավատա նրանց, ովքեր խոստանում են պատժել քեզ վրա հարձակվողներին։ Իրականում քննիչները, ոստիկանությունն ու դատավորները հարուստների կողմն են, ոչ թե տուժողների։ Ոստիկանությունը քեզ նայում է խղճահարությամբ, ոչ թե հավանությամբ։ Սա է մեր հրեշավոր իրականությունը, Արամ ջան։ Մենք բոլորս 2018 թվականից հետո մտածում էինք, որ երկրի կյանքում ինչ-որ բան կփոխվի, եւ ոստիկանությունում, ԱԾ-ում ու քննչական կոմիտեում կհայտնվեն պետական մտածողությամբ մարդիկ, բայց դա տեղի չունեցավ։ Ոստիկանության ղեկավարների եւ դատավորների մոտ 60%-ը նշանակվել են նախկին իշխանությունների կողմից։ Եվ նրանք հիանում են բանդիտներով ու մարդասպաններով, իսկ քեզ նման մարդկանց համարում են ծաղրի առարկա եւ արհամարհում։ Ուժային եւ իրավապահ կառույցները լցված են ոչ թե արդարություն հաստատելու եկած մարդկանցով, այլ մարդկանցով, որոնց ղեկավարում է շահը, Արամ ջան։ Վերջին 9 տարիների ընթացքում Երևանում եւ մարզերում հարյուրավոր հարձակումներ են կատարվել եւ ոչ մի մարդ չի պատժվել։ Բոլորին ազատ են արձակել փողի դիմաց։ Պատկերացնում ես, Արամ, հիշիր սա եւ հիշիր, որ քեզ ոչ ոք չի օգնելու։ Իրավապահ մարմինները Ծառուկյանի եւ Քոչարյանի կողմն են։